Հիմա ցույց եմ տալիս, թե պատվիրատուն ինչպես է գործի հայտարարություն տեղադրում։ Բնականաբար post job իր պրոֆիլի մեջից եւ ստեղ արդեն Upwork-ի AI-ը օգնում է պատվիրատուին ավելի արագ կազմել գործի հայտարարություն։ Գործի հայտարարությունը սովորաբար դրվում է անգլերեն լեզվով։ I need a logo design for my new brand. The name will be մի բան ինչ գրենք. is Numenix, but maybe change it later. Եվ գնում ենք գործի հայտարարությունը սարքելու։ Ումա արհեստական բանականության գործիքը օգնում է պատվիրատուին կազմել ավելի արագ հայտարարությունը գրել։ Եվ տեսեք, միանգամից գրվեց։ Ինչ պահանջներ ունես եւ այլն եւ այլն։ Այստեղ պատվիրատուն տեղադրում է հետեւյալ բաները. միանգամյա գործար, թե երկարաժամկետ, ինչքան է տևում։ Տեսեք, մի ամսից քիչ հնարավորություն չունի տեղադրելու։ Եվ ժամանակը ավելի քիչ, քան 30 ժամ։ Գործի տիպը փոքրիկ, մեծ, միջին։ Քանի ֆրիլանսեր անհրաժեշտ, next։ Այստեղ սկիլերով գրում է, թե ինչ սկիլեր է օրինակ անհրաժեշտ ֆրիլանսերից։ Ինչ կատեգորիայում է աշխատում, ինչ որակավորման մասնագետ է փնտրում եւ շարունակում է պատվիրատուն։ Այստեղ պատվիրատուն որոշում է ինչ գնային միջակայք ունենա կամ ինչ ֆիքսված բյուջեով լինի այս գործը։ Ենթադրենք $20։ Ում ցույց տա այս գործը public բնականաբար search engine-ների համար եւս լինի եւ finalize։ Այստեղ պատվիրատուն հնարավորություն ունի featured job դնել, որտեղ ինքը կարողանում է մինչև 70 ֆրիլանսերների invite անի, ավելի talent-ների, այսպես ասած, ավելի բարձր որակի մասնագետներին միանգամից գտնի, բայց հիմնականում բոլորը անում են ստանդարտ անվճար հայտարարություն։ Հայտարարություն տեղադրելուց հետո պատվիրատուի մոտ արդեն երևում է քիչ անց իր ընդհանուր գլխավոր պրոֆիլում, Upwork-ի գլխավոր էջում երևում է նոր հայտարարությունը։ Վերջում։ Ու այստեղ երևում է, որ պատվիրատուն ոչ մեկի invite չի արել, ոչ մեկ դեռևս չի դիմել, ոչ մի նամակ չեմ ստացել։ Այսպես։